21 TV եթերում դուք դիտում եք Ապրենք առողջ է, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ընդհանուր թերապիայի կլինիկայի ղեկավար, Երևանի պետական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի վարիչ պրոֆեսոր Զնայդա Ջնդոյանին։ Բարի գալուստ մեր տաղավար, շնորհակալ եմ, որ այստեղ եք, մեզ համար պատիվ է ձեզ հյուրընկալելը։ Շնորհակալություն հրավերի համար, բարև ձեզ։ Հունիսի 21-ը նշվում է որպես բուժաշխատողի օր, հետևաբար առաջին ուզում եմ սկսել շնորհավորանքով բոլոր մեզ դիտող բուժաշխատողների ձեր գլխավորությամբ եւ ամենաառաջին ուզում եմ մաղթել ձեզ առողջություն ու համբերություն, որ կարողանաք դիմանալ մեզ։ Դուք առողջ եղեք, որ մեզ էլ առողջացնեք, հա։ Եվ որքան էլ օրը տոնական է, միևնույն է չենք կարող շրջանցել նաեւ խնդիրները, հա։ Ոստի խնդրում եմ որպես այսքան երկար եւ բազմամյա, հա, փորձ ունեցող մասնագետ նշեք, թե որոնք են այն մարտահրավերները, խնդիրները, որոնց այսօր յուրաքանչյուր բուժաշխատող բախվում է իր աշխատանքի մեջ։ Միանում եմ ձեր շնորհավորանքների, ես եմ շնորհավորում բոլոր բուժաշխատողներին, այն մարդկանց, ովքեր ապահովում, մասնակցում են բնակչության բժշկական օգնության եւ սպասարկմանը, եւ ես կցանկանայի, որ մեր բժիշկները իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնեն ավելի անվտանգ, խաղաղ պայմաններում, լինեն գնահատված եւ հարգված։ Ցավոք վերջին ժամանակաշրջանում հայտնի են որոշ դեպքեր, երբ բժիշկները ենթարկվում են բռնությանը։ Սա նաև ամոթալի է մեզ համար։ Լավ բժիշկ դառնալու համար ինչ է պետք։ Այ օրինակ իմ դուստրը որոշել է, որ պետք է մանկաբույժ դառնա, եւ այն խորհուրդները, որոնք որ տրվում են, դրանց հարակից էլ ինչ է պետք լավ բժիշկ դառնալու համար։ Ինչ ճանապարհ պետք է անցնենք, որ իսկապես արժանանանք այդ լավ բժիշկ տիտղոսին, որովհետև մենք հաճախ երբ որ խոսում ենք այս կամ այն բժշկի մասին, երբ որ ուզում ենք վերջնականապես հաստատել այն բոլոր որակները, որոնք որ ներկայացրել ենք, վերջում ասում ենք լավ բժիշկ էր։ Լավ բժիշկ դառնալու համար, բացի մասնագիտական գիտելիքներից, պետք է լինել նաև ունենալ մարդկային բարձր արժանինքներ։ Բժիշկը պետք է լինի ոչ միայն կոմպետենտ մասնագետ, այլ նաև հոգեբան, հասկանալով, որ բուժարուն, ցանկացած բուժարուն պահանջում է իր նկատմամբ անհատական մոտեցում։ Բժիշկը պետք է լինի բարի, հոգատար, համբերատար, բժիշկը պետք է ուշադիր լինի բուժարուի ցանկացած հարցին, ցանկացած զանգին։ Նա չի կարող լինել անտարբեր բուժարուի նկատմամբ։ Ես նաև միշտ սիրում եմ ասել, որ բժիշկ լինելը դա չի նշանակում աշխատել, որովհետև բժշկությունը պարզապես աշխատանք չէ, սա ապրելակերպ է, եւ եթե բոլորիս աշխատանքը սկսվում կամ ավարտվում է X ժամանակահատվածում, հա, դիցուկ 9-ին սկսվեց 6-ին կավարտվի, բժշկի աշխատանքը սկսվում է եւ չի ավարտվում։ Դա կարող է լինել գիշերվա ցանկացած ժամ, դա կարող է լինել շատ առավոտ, եւ իսկապես բժիշկ պետք է ոչ թե դառնալ, այլ ծնվել, որտեղ դա ապրելակերպ է, դա կյանք է, մտնում է արյանդ մեջ եւ այդպես դու պետք է ապրես մինչեւ վերջ, ուզես թե չուզես։ Եվ եթե դրան պատրաստ ես, իսկապես բժշկություն ընտրելը արդեն քոնը չէ։ Եվ սա շատ կարևոր ցուցանիշ է։ Լավ կրթություն ունենալը, մենք իսկապես հասկացանք, թե ինչ է պետք լավ բժիշկ լինելու համար, իսկ հասնել բարձունքների, կատարելագործվել, լինել պահանջված մասնագետ, լինել ինչու ոչ նաև հայտնի մասնագետ, որովհետև այսօր ժամանակները նաև սա են պահանջում, հա։ Արդյոք միայն կրթությունը, լավ կրթությունը բավական է։ Եվ այո, եւ ոչ, որովհետև կան երիտասարդ մասնագետներ, ովքեր ունենալով լավ կրթություն, շնորհիվ իրենց մտածելակերպի ճկունության կարողանում են շատ արագ կողմնորոշվել ցանկացած բարդ իրավիճակներում։ Ոչ, որովհետև բժիշկը պետք է ողջ կյանքում կատարելագործվի, որովհետև բժշկությունը զարգանում է շատ արագ եւ բժիշկը պետք է տիրապետի բոլոր այդ ձեռքբերումներին։ Նույնիսկ ոչ թե շատ արագ, նույնիսկ վազքով։ Մենք ամեն օր նոր մեթոդների, նոր տարբերակների, նոր այսպես ձևաչափերի մասին ենք ծանոթանում եւ միայն այդ դիցուկ 10 տարիները համասարանական, հա, անցնելը բավարար չէ, որտեղ անընդհատ նոր բաներ են լինում։ Նույնիսկ հակասական, երբեմն այլ պնդումներ են լինում, մի քանի տարի հետո այլ պնդումներ են լինում եւ լավ բժիշկը պետք է հասցնի, այո, բժշկության ժամանակակից բժշկության ձեռքբերումներին։
Ես միշտ ասում եմ, որ թերապիան ըստ իս, հա, իհարկե սա սուբյեկտիվ կարծիք է, բայց ըստ իս թերապիան ամենաբարդ ոլորտն է, որովհետև դու պետք է իմանաս բոլոր նեղ մասնագիտությունների մասին տեղեկություններ, նույնիսկ ասում եմ թագուհին է, հա, բժշկական ոլորտի մասնագիտությունների, որովհետև եթե ես օրինակ սրտաբան եմ, կարող եմ խորանալ, մտածել, նեղ մասնագիտացման գնալ միայն սրտաբանության մեջ, իսկ թերապևտը ստիպված է ամեն ինչի մասին անընդհատ իմանալ, հա, եւ նույնիսկ միշտ մտածում եմ, որ թերապևտները շատ ավելի պիտի բարձրատրվեն, շատ ավելի երկար պիտի սովորեն, որովհետեւ իմանալ ամեն ինչ շատ դժվար է։ Ամեն ինչի մասին ունենալ տեղեկություններ շատ դժվար է։ Արդյոք այս դիտարկումը, որ ինձ համար պնդում է, նաև այսպես համատարած է, կամ արդյոք հետաքրքրական է նաև երիտասարդ մասնագետների համար թերապիայի ոլորտը, եւ ինչ են ասում դիմորդների, այսպես ասած, հոսքերը, հա, գնում ենք այս ոլորտը, գնում ենք այս ուղղությամբ, թե ոչ։ Վերջին տարիներին բժշկական բուհերի շրջանավարտների զգալի մասը ընտրում էին նեղ մասնագիտություններ, սակայն հիմա թերապիայի նկատմամբ այդ հետաքրքրությունը ավելացել է, չնայած թերապիան բարդ մասնագիտություն է, որովհետև նա ընդգրկում է մի շարք կլինիկական մասնագիտություններ եւ թերապիան դա կլինիկական բժշկության հիմքն է։ Եվ ուզում եմ նաև ավելացնեմ, որ առողջապահության ոլորտի մասնագիտական գործունեության հիմնական մասնագիտությունների ցանկում ընդգրկված է թերապիան։ Այսինքն որոշ նեղ մասնագիտացումներ ընտրելու համար ռեզիդենտը պարտադիր պետք է անցնի ռեզիդենտուրան թերապիա մասնագիտությամբ, հետո նոր նեղ մասնագիտացում։ Սա այնքանով եմ ես կարևորում, որ անկախ նեղ մասնագիտությունից ես կարծում եմ, որ յուրաքանչյուր բժիշկ պետք է նաև ծանոթ լինի մնացած հիվանդություններին, որովհետև կլինիցիստի, հա, այսպես ասած, ինստիտուտը ինքը բավականին լավն է, որտեվ երբեմն մենք լսում ենք, օրինակ, դիցուկ գլուխս ցավում է, գնում ենք նյարդաբանի մոտ, նյարդաբանը նաև պիտի հարակից մասնագիտություններից էլ տեղյակ լինի, որ տեսնի, որ չէ, այստեղ նյարդաբանական օրինակ խնդիր չկա, լրիվ այլ ուղղությամբ է, հա, եւ սա իսկապես ես նորից եմ համոզվում, որ թերապիան թագուհին է բոլոր բժշկական մասնագիտությունների։ Թերապիան սերտորեն առնչվում է շատ կլինիկական մասնագիտությունների հետ։ Լավ թերապևտով է նաև պայմանավորված, թե դու ինչպիսի արդյունք ես ունենալու, որովհետև այդ լավ թերապևտը նաև հաջորդիվ հարցից, եթե այսպես ուղղությամբ գնանք, գիտի թե որ նեղ մասնագետի մոտ ուղարկի քեզ, եւ փորձարկումներ չեն արվում, մի հատ այստեղ փորձանք, մի հատ այնտեղ, եւ շատ ավելի արագ է ունենում, հա, արդյունքը, որի համար եկել է պացիենտը։ Ինչպես է օրինակ դուք կողմնորոշվում, որ այստեղ միայն թերապևտը կարող է ամբողջական, հա, հարցին լուծում տալ, բայց չէ, այս մյուս հարցում էլ պետք է նեղ մասնագետի օգնություն։ Մի քիչ լողոզված չեն այս ծայրերը։ Եթե բուժառուն դիմում է բազմաթիվ գանգատներով եւ ունի մի շարք օրգան համակարգերի ախտահարում, այդ դեպքում այդ բուժառույով զբաղվում է թերապևտը։ Թերապևտը ճշգրիտ ախտորոշման եւ արդյունավետ բուժման համար պետք է ունենա այդ գիտելիքները առանձին բոլոր հիվանդությունների, ախտանիշների, համախտանիշների վերաբերյալ եւ կարողանա առանձնացնել կարևոր նշանները, ախտաբանությունների կարևոր նշանները։ Եվ եթե հետազոտման եւ բուժման ընթացքում կարիք է լինում նեղ մասնագետի խորհրդատվության, այդ դեպքում արդեն ուղղորդում ենք նեղ մասնագետին։ Եվ այստեղ էլի շատ կարևոր է թերապևտի դերն այնքանով, որ հանրությունն էլ սկսի շատ ավելի վստահել այս մասնագետներին եւ ցանկացած իրեն հայտնի կամ անհայտ ախտանիշի դեպքում միանգամից նեղ մասնագետի մոտ չգնա, շրջանցելով այն կարևոր օղակը, որում թագուհին թերապևտն է, հա, գտնվում։ Հեշտ է թերապևտ լինելը։ Այսքան բարդացրեցինք ձեր աշխատանքը, մեծ կողմից էլ ուզում եմ բոլոր դիմորդներին չվախեցնենք, հա։ Թերապիան շատ դժվար մասնագիտություն է, այնուամենայնիվ այսօր շնորհիվ բժշկության ժամանակակից բժշկության ձեռքբերումներին, որոնք թույլ են տալիս ստանալ ավելի ճշգրիտ տվյալներ, կիրառելով հետազոտման ժամանակակից մեթոդները,
եւ նաեւ բուժումը, որը բուժառուների բուժումը, որը կազմակերպվում է համաձայն ուղեցույցերի, օգտագործելով ժամանակակից դեղորայք, այս ամենը իհարկե հեշտացնում է ոչ միայն թերապևտի, այլ նաեւ ցանկացած մասնագիտության բժշկի աշխատանքը։ Ես գոնե չեմ ճանաչում թերապևտ, տղամարդ թերապևտ, հա։ Մենք միշտ մտածում ենք, եթե թերապևտ ուրեմն կին պետք է լինի, հա։ Ինչու է այս կարծրատիպը, ինչու ենք մենք մտածում, որ թերապիան բացառապես կնոջ մասնագիտություն է։ Կանայք ավելի հոգատար են։ Հիմնական համաձայն եմ ձեզ հետ, թերապիան ավելի հաճախ ընտրում են կանայք, չնայած ողջ աշխարհում կան հրաշալի տղամարդիկ թերապևտներ, ինչպես նաև վիրաբուժությունը ընտրում են ավելի հաճախ տղամարդիկ, սակայն վերջին տարիներին հաճախ կարող ենք հանդիպել կին վիրաբույժներին, որը նույնպես ողջունելի է։ Դե քիչ-քիչ բոլոր ոլորտներում փոփոխություններ լինում են, այնպես որ հուսանք, որ այստեղ էլ նաև կլինի կարծրատիպերի կոտրում։ Դուք նշեցիք, որ այո, այսօր ախտորոշման տարբերակները բավական լավն են, դեղորայքը լավն է, բժշկությունը առաջ է գնում, ժամանակները եւս առաջ են գնում, անդադարձանում են տեխնոլոգիաները եւս, բայց նաև եկեք մեդալի հակառակ կողմն էլ նայենք։ Այստեղ նաև բավական արագ զարգացմանը զուգահեռ մեկ այլ վտանգ է հանրության առաջ եւ գլխին կախված արհեստական բանականությունը, որը կարծես բոլոր հարցերում մեզ դարձել է ճակերտավոր օգնական, հա, ցանկացած հարցում փորձում ենք դիմել իրեն եւ միշտ չէ որ արդարացված է։ Ցավոք, արհեստական բանականությունը մուտք է գործել նաեւ ախտորոշման եւ բժշկության մեջ, ինչու ցավոք, որովհետեւ եթե սա կիրառում է բժիշկը, նորմալ է, երբ տեխնոլոգիաները ծառայում են բժշկությանը, բայց երբ սա որպես ախտորոշման տարբերակ, նույնիսկ բուժման կուրս ընտրելու տարբերակ ընտրում է պացիենտը, երբեմն կարող է նաև անդառնալի լինել, միայն նրա համար, որ ժամանակը կորցնենք, հա։ Ինչպես անենք, որպեսզի տեխնոլոգիաները չխանգարեն առողջ լինել։ Իմ կարծիքով արհեստական բանականությամբ հնարավոր չի զննել հիվանդին, այլ բուժառուին, այդ զննումը ներառում է աուսկուլտացիան, շոշափումը եւ այլն։ Արհեստական բանականությունը կարող է օգնել բժշկին, այնուամենայնիվ վերջնական ախտորոշումը եւ բուժումը իրականացնում է բժիշկը իհարկե։ Իսկ բոլոր նրանք, ովքեր այս պահին վերցրել են որևէ լաբորատորիայից որևէ հետազոտման արդյունք եւ փորձում են այդ արդյունքները քննել արհեստական բանականության օգնությամբ, խնդրում եմ ձեր խոսքը եւ հորդորը։ Իհարկե միայն լաբորատոր տվյալները բավարար չեն ախտորոշման համար եւ բուժման, ախտորոշման համար անհրաժեշտ է մի շարք հետազոտություններ, մի շարք զննում, հիվանդի անամնեզի հավաքում, հիվանդի զննումը, իհարկե համաձայն չեմ այդ գաղափարի հետ։ Այնպես որ անջատեք համակարգիչները եւ դիմեք համապատասխան մասնագետներին։ Ես շնորհակալ եմ շատ ձեր զրույցի համար, եւս մեկ անգամ ուզում եմ ասել ձեզ շնորհավոր եւ խնդրել, որ միշտ լինեք այդքան լավատես եւ այդքան կենսախինդ, որովհետեւ մենք լավատես բժիշկների կարիք իսկապես ունենք։ Եվ այնտեղ, երբ դուք նշեցիք լավ մասնագետ լինելու, հա, բոլոր նախադրյալները, ես նաեւ ուզում եմ ձեր թույլտվությամբ ավելացնել նաեւ լավատեսությունն ու հավատքը, որովհետեւ երբ որ դիմացինը լավատեսությամբ է պարուրված, ինքն էլ քեզ, մասնավորապես հիվանդին, հա, տանում է այդ ուղղությամբ։ Եվ մենք լավ գիտենք, որ մոլորակը պտտվում է հենց լավատեսների, հա, այսպես ասած, շնորհիվ։ Շնորհակալություն ներկայության զրույցի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ զրուցակիցս Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ընդհանուր թերապիայի կլինիկայի ղեկավար, Երևանի պետական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի վարիչ պրոֆեսոր Զինայդա Ջնդոյանն էր։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, մենք հանդիպելու ենք նաև մյուս շաբաթ, ցտեսություն։